Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել։ Եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղ եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Одноклассникում, TikTok-յան ալիքներում։ Գրանցրեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ տեղեկատվություն կա, հմայախոսություններ, ծիսակարգեր, կանխատեսումներ, որոնք որ ես գիտեմ ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի, որոնք ես ձեզ իսրտե նվիրում եմ։ Ինչի մասին եմ այժմ ուզում սիրելիներս ձեր հետ խոսել։ Շատ են մարդիկ հարցնում, ինչ է իրենից ներկայացնում կարման ճակատագիրն է, ես շատ տեղերում տարբեր ձևերով անընդհատ մեկնաբանություններ կա, ամբողջ ինտերնետը լցված է, թե ինչ է իրենից ներկայացնում կարման։ Եվ ես քանի որ դուք ինձ նման ձևով հարց եք տվել, թե կարման եւ ճակատագիրը դա նույն բանն է, թե ոչ, ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել, թե իրենից ինչ է ներկայացնում կարման։ Եվ առաջի հերթին բացատրել, որ կարման ճակատագիրը դա նույն բանը չէ։ Գիտեք ինչ սիրելիներս, մարդը երբ որ ծնվում է, մարդը ծնվում է ոնց որ մաքուր թուղթ, մաքուր էներգետիկայով, եւ մարդը իր կյանքի ամբողջ ընթացքում այդ մաքուր թղթի վրա իր կատարած գործողությունների, մտքերի, մտածմունքների պատկերը նկարում է այդ թղթի վրա։ Եվ դա հենց նշանակում է կարման։ Կարման ոչ թե տիեզերքով ուղարկած ճակատագիր է, այլ կարման մեզանից յուրաքանչյուրը մեզ համար ստեղծում է։ Ոչ միայն մենք ենք մեզ համար ստեղծում մեր ճակատագիրը, մեր կարման, նաև մեր հարազատները։ Այնպես գիտեք ինչ, շատ դեպքերում, երբ որ իմ մոտ մարդիկ գալիս են, ես նայում եմ եւ տեսնում եմ, որ այդ մարդկանց վրա ոչ մի նեգատիվ էներգիա չկա։ Իրենց նեգատիվը գալիս է, որ այդ մարդու ճակատագրի վրա նման ձևով հենց իր ազգի կարմայից, իր տոմածառի կատարած սխալ գործողություններից։ Եվ երբ որ նայում ենք ստուգում անդրադարձել են, այո, սիրելիներս, մեզանից յուրաքանչյուր մենք տեսնում ենք, թե այդ մարդու կյանքի որ սերունդը եւ հայրական եւ մայրական, յուրաքանչյուրը իր կյանքի կարման ստեղծում է եւ իր կյանքի ընթացքում ինչպիսի գործողություններ են կատարել սխալ, նաեւ իր ազգի, իր սերունդի, իր ժառանգների համար։ Դրա համար դուք պետք է կարողանաք ձեր կյանքի այս ժամանակահատվածը, որ ձեզ տիեզերքը ձեզ համար հատկացրել է, կարողանաք այնպես ապրեք, որ եւ եթե ինչ-որ խնդիրներ կա ձեր ազգի կարմայի էներգետիկայի մեջ, կարողանաք դա մաքրվել դրանից, ձերբազատվել դրանից, նաեւ ձեր հետագա ազգի համար ինքներդ չդառնաք վատ կարմա ստեղծող։ Գիտեք ինչ, կարման չի լինում միայն վատ, կարման լինում է եւ վատ, եւ լավ, նայած ով կամ ինքը եւ իր ազգը ինչպիսի գործողություններ են կատարել։ Այդ սպիտակ թղթի վրա դուք եւ ձեր ազգի ներկայացուցիչները ինչպիսի հետքեր եք թողել, լուսավոր էներգիայի, բարության, սիրո հետքեր եք թողել, թե ընդհակառակը չարության, գողության, նախանձի, սպանության հետքեր եք թողել։ Գիտեք ինչ, սիրելիներս, շատ դեպքերում իմանալով կարմայի այս հատկությունների մասին, մարդկանց թվում է, թե իրենք եթե ինչ-որ հանցագործություն կատարեն,
սպանություն կատարեն, ուրիշի հարստությունը տանեն, մանկապղծություն կատարեն, մարդկանց օրգանների վաճառքով զբաղվեն եւ գնան իրենք եկեղեցու մեջ կամ մզգիթի մեջ մեծ փողեր ներդրեն, բարեգործություններ կատարեն, աղոթեն, նույնիսկ եկեղեցի կառուցեն, իրենք նման ձևով իրենց կարման փոխում են։ Ոչ, սիրելիներս, դուք նման ձևով, եթե անձամբ դուք եւ ձեր հարազատները նման գործողություն եք կատարել, իշքան էլ կուզե մեծ եկեղեցի կառուցեք, այնպես իշքան էլ կուզե մեծ մոմ տնեք, վառեք, որ այդ մոմը Էֆելյան աշտարակի չափ մեծ լինի, մեկ է ձեր կատարած այդ հանցագործության դիմաց դուք պատասխան եք ստանալու։ Աղոթքով, եկեղեցուն ինչ-որ բարեգործություն կատարելով դուք ձեր կատարած այդ մեղքերը չեք կարողանա մաքրել։ Դրա համար, որպեսզի դուք սխալ գործողություն չկատարեք, ամենաառաջինը, եթե ինչ-որ գործողություն կատարում եք, դուք մտածեք, այդ գործողությունը դրականն է, այդ գործողությունը դրական լիցքեր է բերում, թե այդ գործողությունը հանցագործություն է, բացասական լիցքեր է բերում։ Եթե դուք մտածեք եւ չկատարեք այդ գործողությունը, ինքնըստինքյան դուք ձեր կարման չեք տանի բացասական ուղղությամբ եւ ձեր երեխաների, ձեր ժառավների համար սխալ գործողություններ չեք կատարել, սխալ տոմային էներգիա կամ կարմային էներգիա չեք նվիրել։ Շատ դեպքերում մարդիկ, ովքեր որի մոտ գալիս են, ոչ թե նեգատիվը իրենց վրա է, ոչ թե իրենք ինչ-որ սխալ գործողություններ են կատարել, այլ նեգատիվը գալիս է եւ իրենց հայրական ազգից, եւ իրենց մայրական ազգից, եւ այդ մարդիկ իրենց կորցրած են, իրենք առաջ չեն գնում, իրենք չեն զարգանում, մեկը անձնական խնդիրներ ունի, մեկը ֆինանսական խնդիրներ ունի, մեկը առողջական խնդիրներ ունի։ Եվ երբ որ նայում եմ, ուսումնասիրում եմ, տեսնում եմ, որ այդ մարդու ազգի տոմի կարման լրիվ ընկած է նեգատիվի մեջ։ Գիտեք ինչ, սիրելիներս, երբ որ մարդը ծնվում է, ինքը գալիս է այդ սպիտակ էներգետիկայով, իրեն մոտ կա երկու տիեզերական անոթ, մեկը նեգատիվի էներգիան է լսվում, մեկի մեջ դրական էներգիան է լսվում։ Գիտեք ինչ, սուրբ ազնվորություն չկա կյանքում, ամեն մարդ ունի ինչ-որ թերություններ, մեկը կարող է մի քիչ ստախոս լինի, մեկը կարող է մի քիչ բամբասկոտ լինի, դրանք փոքր թերություններ են։ Գիտեք ինչ, չկա միջին անոթ, որտեղ որ խառնվի ձեր սև եւ սպիտակ կատարած գործողությունը եւ լսվի ձեր այդ տիեզերական միջին անոթը եւ դուք պատասխան չտաք։ Դուք ինքներդ եք ստեղծում ձեր կարման, ձեր եւ լավ գործերով, ձեր բարի գործերով, ձեր բարեգործությամբ, նաեւ ձեր չար գործերով լսնում եք ձեր բացասական կարմայի տասը եւ ինստինկտյան տիեզերքը տեսնելով դա, ինչ որ դուք տալիս եք տիեզերքին, ինքը դա ձեզ վերադարձնում է, ինչ ձեր ազգի ներկայացուցիչները տալիս են տիեզերքին, այդ էլ տիեզերքը դա ձեզ վերադարձնում է։ Աստվածաշնչի մեջ շատ հետաքրքիր խոսքեր կա, մարդիկ դա չեն հասկանում, ասում է ինչ որ ցանես, այդ էլ կհանձես։ Հենց դա վերաբերվում է ձեր կարմայի մասին է, ձեր ազգի կարմայի մասին է։ Եթե դուք ցանում եք բարի գործեր, բարեգործություն, լավ մարդիկ եք, մարդկանց վատություն չեք անում, դուք ինքներդ զբաղվում եք ձեր աշխատանքով, ձեր սեփական խելքն եք օգտագործում, ձեր սեփական ֆինանսները, ձեր սեփական հմտությունները, դուք նման ձևով ձեր դաշտը ցանում եք բարի հունդերով եւ ինքնըստինքյան դուք քաղեք բարի բերք, ձեր բերքը բարի կլինի, ձեր բերքը օրհնված կլինի, ձեր բերքը առատ կլինի։ Իսկ եթե դուք ձեր այդ դաշտի մեջ տեսնեք մի այդ նեգատիվ էներգետիկա, նախանց, սպանություն, չարություն, բամբասանք, ստախոզություն, զբարտություն, կեղծիք, դուք ինքնըստինքյան ձեր այդ նեգատիվ թասի մեջ տեսնում եք նեգատիվ
Եվ դա ձեզ վեր է դառ, ձեզ է հետ է դառնալու, դա չի մնում տիեզերքի մեջ։ Այդպիսի բան չկա, որ մարդը հանցագործություն կատարե, մարդու ազգը հանցագործություն կատարե, եթե ինքը օրենքի առաջ էլ պատասխան չտա, ինքը եւ իր ազգը տիեզերական օրենքի, տիեզերական արտադրության առաջ պատասխան է տալու։ Դրա համար դուք հասկացեք, թե դուք ինչպես կարող եք, եւ եթե դուք ունեք ինչ-որ տոմական վատ բացասական կարմա, դուք ձեր կյանքի դրական գծերով, դրական գործողություններով, բարությամբ, սիրով դուք կկարողանաք մեղմել եւ տոմից եկող նեգատիվը, նաեւ եթե դուք ինքներդ լավ ճիշտ մարդկային կյանք եք վարում, դուք ինքներդ ձեզ համար, նաև ձեր հետագա սերունդի համար ստեղծում եք դրական լիցքերով, լուսավոր էներգետիկայով լցված կարմա։ Գիտեք ինչ, սիրելիներս, շատ եմ տեսել ես հենց մեր երկրի մեջ էր, մեր Հայաստանի մեջ էր, շատ մարդիկ, որ գողություն են անում, անկապակցություն են անում, ուրիշի կնոջն են տանում, ուրիշի աղջկան են բռնաբարում ու հանկարծ ինչ-որ եկեղեցիներ են կառուցում, իրենց թվում է, թե իրենք այդ եկեղեցիները կառուցելով իրենք իրենց կարման մաքրելու են, ոչ, այդ ծանր հանցագործությունները, ծանր մեղքերը, ծանր բացասական կարմայի էներգետիկան աղոթքով եկեղեցի կառուցելով այդ մարդով, որ հանցագործ է, ինքը չի կարող մաքրել։ Եվ դա նույնիսկ 9 սերունդ գնում է իր երեխաների, իր ժառանգների վրա։ Շատ դեպքերում, երբ որ ես մարդկանց հետ աշխատում եմ, տեսնում եմ, որ իրենց ազգը հենց այդ կարմայի նեգատիվ խնդիրների մեջ է, մաքրման գործողություն եմ կատարում, զերոյացնում եմ այդ մարդու բիոէներգետիկ դաշտի նեգատիվը, որպեսզի մարդը կարողանա շնչել, որովհետև մարդը ընկած է այդ նեգատիվ բացասական ճահիճի մեջ, ինքը չի կարողանում առաջ գնալ, բայց երբ որ տեսնում եմ այդ մարդու մեղքը, չէ, մաքրման գործողություն եմ կատարում եւ այդ մարդը ինքնին այն ինչ որ իրեն տիեզերքով տված է, ինքը դա ստանում է, առաջ է գնում եւ զարգանում է, բայց նաեւ խորհուրդ եմ տալիս, դա չի նշանակում, որ երբ որ դուք դուրս եք եկել, աշխատում եք, ապրում եք, վայելում եք, պետք է հանցագործություն կատարել, որովհետեւ յուրաքանչյուրս ոչ միայն մեր սերունդն է մեր հանցանքի համար պատասխան տալիս, նաեւ մենք ենք մեր հանցանքի համար պատասխան տալիս։ Շատ դեպքերում մարդիկ հասնում են, հարցնում են այդ մարդու կատարած սխալ գործողության համար, ինչքան ժամկետ է տիեզերքը տալիս։ Տիեզերքի ժամկետը մեզ մականացուների համար անհասանելի է։ Կարող է եւ մարդը վարքյանական այդ իր հանցանքի պատասխանը ստանա, կարող է եւ այդ մարդը ապրի եւ ինքը իր ժառանգների մահը տեսնելով այդ հանցանքի պատասխանը ստանա։ Մենք չենք կարող տիեզերքի արտահայտության նշարի վրա աշխատել, տիեզերքի ժամանակի վրա աշխատել, տիեզերքի ժամանակը դա մարդկային ժամանակի հետ երբեք ու երբեք հավասար չի, իրար նման չի, տիեզերական ժամանակը եւ այս երկնային ժամանակը դրանք լրիվ ուրիշ հասկացողություններ են։ Եվ շատ դեպքերում մարդիկ կան, որ մտածում են, թե մենք հանցագործություն ենք անում եւ մեր վրա ոչ մի բան չի լինում, մենք անընդհատ կարող ենք այդ հանցագործությունը կատարել եւ առաջ գնալ, այդ մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե իրենք ինչպիսի մեծ սխալ են գործում։ Այդ մարդիկ ուղղակի իրենք իրենց սերունդը մինչեւ 9 սերունդը 9 գծում է անեսքի, գծում է նեգատիվ էներգետիկայի մեջ։ Շատ դեպքերում լինում է, որ մարդը անմիջապես է ստանում իր կենտանության ժամանակ է ստանում իր կատարած սխալ գործողությունների պատճառը, բայց շատ դեպքերում այդ նեգատիվի պատասխանը տալիս է տվյալ մարդու զավակները եւ թոռները։ Սիրելիներս, դրա համար, որովհետեւ դուք կարողանաք այն սպիտակ թուղթը, որի վրա, որով որ դուք
աշխարհ եք գալիս, այդ սպիտակ գրատախտակի վրա միայն դրական գործողություններ, դրական լիցքեր, դրական էներգիա տակ, դուք պետք է բարի լինեք, դուք պետք է սիրեք մարդկանց, սիրեք կենդանիներին, դուք պետք է չչարախոսեք, չբամբասեք, չզբարդեք, կեղծ ցուսմունքներ չտակ մարդկանց հանդեպ, գիտեք ինչ չսպանեք, որպեսզի դուք այդ սպիտակը ձեր կարմայի այդ գրատախտակը լցնեք միայն դրական լիցքերով, դրական էներգետիկայով եւ դուք վայելեք ձեր կյանքը վայելեք, նաեւ ձեր հաջորդ սերունդներին այդ կյանքը վայելու հնարավորությունները տակ։ Չի կարելի առաջի հեշտին, երբ որ ինչ-որ գործողություն պետք է անեք, դուք ինքներդ լսեք ձեր ներքին ձայնին։ Ձեր ներքին ձայնը ինքը ձեզ խորհուրդ է տալիս ձեր կատարած այդ գործողությունը, հանցագործություն է, դա կարմայի բացասական էներգիան է լցնում, թե կարմայի դրական էներգետիկ թասը տարան է լցնում, որպեսզի ընդրությունը ձեր ձեռքին է, դեզերքը տալիս է ձեր այդ ընտրելու հնարավորությունը, շատ դեպքերում մարդիկ կարող են այդ ընտրությունը կատարել, ուղղակի ակահությունը, չար հոգի ունենալը, դրանք չեն թողնում, որ մարդիկ ճիշտ ընտրության առաջ կանգնեն, նաև այդ մարդու ազգի վատ կարման չի թողնում, որ այդ մարդը ճիշտ ընտրության առաջ կանգնի։ Բոլոր մարդիկ են մեղավոր են, սուրբ չկա այս երկրի վրա, բայց մեղքի չափը դրանք տարբեր են, սովորական չարախոսելը, սովորական ինչ-որ թեթևակի ստախոսությունը, դա հանցագործություն չի, հանցագործություն է մարդասպանությունը, հանցագործություն է մանկապղծությունը, հանցագործություն է մարդկանցից իրենց ունեցվածքը ձեռքով ձեր օրենքով, սուտկեղծ օրենքով գողանալը, հանցագործություն է մարդու օրգանները վաճառելը, հանցագործություն է մարդկանց երեխաներին մահացած համարել եւ վաճառքի առաջ կանգնեցնել, հանցագործություն է այսքան հենց մեր երկրի մեջ մենք տեսնում ենք այսքան պատերազմական ինչի ենք մենք այսպիսի վատ վիճակի մեջ, որովհետև մեր մեծերը, մեր հայրերը մենք հանցագործություններ ենք կատարում, գողանում ենք զենքը, գողանում ենք օրենքի դեմ չենք պատասխան տալիս, օրենքը գնում ենք, օրենքի աշխատողները վաճառված են, սոցիալական ծառայողները վաճառված են, հենց մեր ազգը արդեն ինքը ընկած է այդ նեգատիվ կարմայի մեջ, դրա պատճառով էլ մենք ընկած ենք այս վիճակի մեջ։ Գիտեք ինչ, ոչ միայն մարդն է պատասխան տալիս իր ազգի կատարած սխալ գործողությունների համար, ազգն էլ ունի իր կարմիջսկի էներգիան։ Մեր ազգը ինքը սխալ գործողություններ է կատարում, սխալ մտքերով է լսված, մենակ մտածում է հարստանալու մասին, մտածում է շքեղության մասին, ինքը չի մտածում բարեգործության մասին։ Մենք ես նույնպես Հայաստանում եմ ապրում եւ տեսնում եմ ինչ է կատարվում Հայաստանում։ Այս տներիքը վարձերը, որ բարձրանում է, դա սխալ է։ Դա սխալ է, երբ որ դու փոքր աշխատավարձ ունեցող մարդուն իր երեխայի հետ տանից դուրս ես անում եւ ընդունում ես թուրքիի, պարսիկին, ռուսին բարձր ինչ-որ վարձատրությամբ, դա սխալ է եւ դու այդ կատարած սխալի համար քո ազգը պատասխան է տալիս, դու կարող ես 2 ամիս քո այդ վարձը ուտելով քեզի լավ զգաս, ավտոմեքենա դեր ինչ-որ Mercedes-ից դառնա Volkswagen, դա կապ չունի։ Դու պատասխան ես տալու եւ պատասխան է տալու նաեւ քո սերունդը քո կատարած սխալ գործողության համար։ Մեր ազգը ինչի է ծովից ծով ազգը դարել մի բուր Հայաստան, որովհետեւ մեր ազգի մտածելակերպը միայն հարստանալու մասին է։ Միայն ինքը մտածում է, միայն ինքը հարստանա բոլորին թալանելով, բոլորից գողանալով, չի մտածում ազգի մասին։ Ազգ հասկացողությունը չկա մեր երկրի մեջ։ Դրա համար էլ մենք այս վիճակին ենք։
դրա համար էլ մեր թշնամին ջերմուղում է։ Մենք յուրաքանչյուրս այս վիճակի համար պատասխանատու ենք եւ մենք եւ մեր սերունդը եւ մեր նախնիները։ Դրա համար եթե մենք կարողանանք ճիշտ ապրենք մեր կյանքը, մենք կամաց այդ նեգատիվը մեր վրայից, մեր ազգի վրայից, մեր հարազատների վրայից կկարողանանք մաքրել։ Մենք պետք է հասկանանք, որ մեր կատարած սխալ գործողությունը մեզանից օրական մի սանտիմետր քառակուսի մեր հողից տանում է։ Բայց մեր ժողովուրդը չեն մտածում իրենք դրա մասին, վախ չունեն, իրենք տիեզերքից, Աստծուց վախ չունեն։ Մենք շատ դեպքում մեզ համարում ենք, որ մենք քրիստոնյա ենք, եկեղեցիներ, խաչ, առաջի քրիստոնյա երկիրն ենք, բայց քրիստոնեության մեջ գրած է, չէ, մի կողացի, մի շնացի, մի հբարդացի, բայց մենք այդ ամենը ջանում ենք, եւ գողանում ենք, եւ սպանում ենք, եւ շնանում ենք։ Հետո էլ ասում ենք, թե ինչն է պատճառը, որ մեր երկիրը այս վիճակի մեջ է։ Մեր երկիրը, մենք, մեր ազգը այս վիճակի մեջ է, որովհետև եւ մենք եւ մեր ազգը իրենց կարմայի մեջ դրական ռիսկեր չեն մտցնում, իրենց կարմայի մեջ լցված է միայն բացասական էներգետիկա եւ այլևս տիեզերքը տեղ չունի իր մեջ պահելու, ասում է ինչ ցանում ես դա էլ հնձի եւ քո վրա այդ բացասական ռիսկերը հազարապատիկ ձևով ուղարկում է տիեզերքի բումերանգի օրենքը աշխատում է անհնարին է մեր երկիրը, մեր ազգը ինքը շատ վատ բացասական կողմեր ունի դավաճանություն, կաշառակերություն, գողություն, հարստահարել մեկը մեկին, զբաղվել եւ ինքնըստինքյան այս է մեր ազգի որակական հատկությունը մենք ընկել ենք այս վիճակի մեջ եւ մենք ենք մեղավոր եւ մեր նախնիներն են մեղավոր մենք պետք է կարողանանք ուրիշ ձևով ապրել մտածել հարազատի մասին մտածել ընկերոջ մասին մտածել երկրի մասին, ղեկավարների մասին, հավաքարարի մասին, իսկ մենք չենք մտածում, մենք մտածում ենք մենակ մեր մասին։ Այսօր թող մեր տունը այս վարձով տանք, թեկուզ եւ հայի ընտանիքը կմնա պատերի տակը։ Այսօր թող զարմանում եմ, հունիսի մեկին ելել ենք իմ թորնիկներովս ման ենք գալիս, հունիսի մեկին թորնիկներից հետ դուրս եմ եկել հրապարակ և բամբակ է պաղպաղակը սիրելիներս, փոքր այդ բամբակ է պաղպաղակը 1500 դրամ է, հարցը գիտեք ինչ մարդկային մտածելակերպը, որ այդ օրը թալան է ինքը իր ազգի երեխայի, երբ որ ինքը կարող էր որպես նվիր այդ բամբակի պաղպաղակը նվիրեր կամ ավելի ժամկներով վաճառեր, շատ վաճառեր, իսկ ինքը կաղնած է այդ գույնավոր թույնը քիմիայով գույնով ներկված և վաճառում է 1500 դրամ ու իրան թվում է, որ ինքը այդ ձևով կհարուստանա, չի հարուստանա, նման ձևով, խապելով, գողություն կատարելով, չի հարուստանա, մարդը կհարուստանա իր սեփական խելքի էներգիայով, իր ձեռքի էներգիայով, իր արեստի էներգիայով, ինքը նման ձևով իր կարման էներգիան կբարձրացնի, կհասցնի լուսավոր էներգետիկայի և ինքը իր կյանքը շատ լավ, շատ երջանիկ, կաբրի, կվայելի իր թորների, իր երեխաների, իր հարազատների բարեկեցիկ կյանքը տեսնելով։ Այն մարդը, որ գողանալով է ստեղծում, ինքը չի վայելի։ Դա ժամանակավոր կլինի։ Մենակ Աստված գիտե, թե ինքը ինչքան ցավեր է տանում, ինչքան վախել է ապրում այդ ազնվորությունը, ով որ գողությամբ է ստեղծում իր այդ հարստությունը։ Պատասխան է տալու եւ ինքը եւ իր ազգը։ Որպեսզի սիրելիներս ձեր կարման աշխատի լավ, որպեսզի դուք առաջ գնաք, այն ինչ որ ձեզ տիեզերքը տվել է, դուք կարողանաք դա վայելեք, դուք պետք է լավ գործեր կատարեք, բարի լինեք, չարախոսություն չլինի, սպարտանք չլինի, անարագություն չլինի, գողություն չլինի։ Գիտեք ինչ, նույնիսկ
այսպիսի իրավիճակ է մարդ կա, ինքը գալիս է ամեն օր շուն է ծեզում, շուն են սվանում, դա էլ է կարմայի վրա նեգատիվ բերում։ Հետո գալիս է այդ մարդը ասում է, ինչն է պատճառը, իմ ղեկավարս ինձ անընդհատ ինձ նեղում է, ինձ վրա ծիծաղում է, նույնիսկ հարվածում է, իհարկե, որովհետև երբ որ դու քեզանից ցածր կենտանու նշանը ծեծում ես, քածով խփում գցում ես այն անկողնույնիսկ խղի շանը սվանում է, իհարկե եթե այդ շունը քու դեմ ինքը փոքր է, անպաշտպան է, դու իր վրա նման ձևով ասում ես, հենց այդ կարմայի բումերանգի էներգիան նման ձևով ասում է քու վրա և քու սադիստ ղեկավարը ինքն է իր հոգեգան խնդիրները լուծում է քու վրա հարձակվելով, քու վրա հարվածելով։ Եվ այդ ձևով է հենց ճակատագիրը տիեզերքը հասկացնում, որ դու սխալ ես անում, որ այդ շանը խփում ես, այդ կատվին սվանում ես։ Շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, թե որտեղից է գալիս։ Ես ցանկանում եմ հասկացնել, թե ինչ որտեղից է գալիս ձեր այդ վատ կարմայի էներգետիկան և մեզանից և մեր կատարած վատ գործողություններից, նաև մեր ազգի կատարած վատ գործողություններից։ Հա, ուզում եմ խոսել նաև սպանության մասին։ Գիտեք ինչ, ինչու են մեր զինվորները կոչվում սուրբ նահատակներ։ Երբ որ զինվորը իր հայրենիքին ինքը հեշտում է տվել, որ ինքը պետք է իր հայրենիքը պաշտպանի և զինվորը մարդ է սպանում, դա չի համարվում հանցագործություն, որով ինքը հեշտում է տվել, որ ինքը պետք է իր տունը, իր երեխային, իր կնոջը, իր հայրենիքը, իր հողը պաշտպանի։ Զինվորի կատարած սպանությունը, որն որ ինքը իր երկիրը պաշտպանելու ժամանակ է կատարում, դա չի համարվում մեղք, դա չի համարվում, դա չի մտնում ձեր կարմայի նեգատիվ էներգետիկայի մեջ։ Ընդհակառակը այդ մարդիկ իրենց կարմայի բացասական դրական էներգիայի վրա են իրենց դիվիդենտները հավաքում։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ մտնում են ուրիշ երկիր, հարձակվում են, ագրեսոր են, տերորիստներ են, իրենք մտնում են ուրիշի տունը, ավերում են և սվանում են, իհարկե, նման մարդկանց և նման մարդկանց վրա է ազդում այդ կարմայի բումերանգի օրենքը և նաև նման մարդկանց ազգի մյուս անդամներին և ժառանգների վրա։ Այո, սպանությունը, երբ որ լինում է ինքնապաշտպանության հողի վրա, դա ձեր ճակատագրի, ձեր կարմայի վրա ոչ մի բացասական հետք չի թողնում։ Բայց երբ որ սպանում ես ուրիշի տունը թալանելու համար, ուրիշի կնոջը բռնաբարելու համար, ուրիշի հողը կողանալու զավթելու համար, դա ինքնըստինքյան կարմայի խնդիր է։ Գիտեք ինչ, մարդը կարող է ինքը կամաց իր բարի գործերով, իր բարի արարքներով կարող է և իր համար դրական կարմա ստեղծել, նաև եթե կա իր ազգի վրա ինչ-որ խնդիրներ, ինքը կարողանա իր ազգի այդ կարմայից դուրս գալ, ազատվել, ձերբազատվել։ Ուզում եմ խոսել նաև հայհոյանքի մասին։ Գիտեք ինչ, սաղ ամբողջ մեր սոցիալական ցանցերը և կանայք, և տղամարդիկ լսված են մեկը մեկին հայհոյելով։ Հայհոյանքը նույնպես ձեզ համար բացասական կարմայի բացասական տարան է լսնում։ Ինչ է ասում Աստվածաշունչը, բերանից աղոթքից բացի ուրիշ բան դուրս չի գա, պետք է գա։ Աղոթք, օրհնություն, սեր, բարություն, այդ բառերից բացի բերանից չպետք է դուրս գա անեզք, չպետք է դուրս գա հայհոյանք,
չպետք է դուրս գա ստախոսություն, չպետք է դուրս գա զվարդություն, դուք ձեզ թվում է դուք այդ հարյուրանքը տվեցիք, անցավ գնաց, ոչ, այդ հարյուրանքի դիմաց դուք պատասխան եք տալիս, այդ զվարդանքի դիմաց դուք պատասխան եք տալիս, այդ անեծքի դիմաց դուք պատասխան եք տալիս։ Գիտեք ինչ, մարդը ինչ է ասում Աստվածաշունչը, մի դատի, որ չդատվես։ Իսկ մեր ամբողջ սոցիալական ցանցը լսված է դատապարտական խոսքերով, ով հասկանում է, ով չի հասկանում, ում խելքը հասնում է, ում խելքը չի հասնում, քննադատություններ, դատապարտական խոսքեր, հայհոյանքներ, դա նույնպես ազդում է ձեր կարմայի վրա, սիրելիներս։ Խոսքը դա այն ձևի չի, որ թրավ գնաց ու դրա դիմաց դու պատասխան չես տալու։ Աստվածաշունչն էլ է ասում, խոսքի համար, վատ խոսքի համար եւ մարդը պատասխան է տալիս, նաեւ լավ խոսքի համար է մարդը պատասխան տալիս, լավի համար լավ ձևով, վատի համար վատ ձևով։ Նաեւ նախանձը, սիրելիներս, նախանձն է ձեր նախանձը, անեծքը, դա նույնպես ձեր կարմայի բացասական տարան է լսում։ Չի կարելի նախանձել, դուք ցկտեք ապրել լավ, ցկտեք օգտագործեք դեզերքի տված ձեր հնարավորությունները։ Եթե մարդ ինչ-որ բանի հասել է իր ուղեղով, իր խելքով, իր գործունեությամբ, նույնով ճիշտ ճանապարհով, դուք ցկտեք նման մարդուն հասնեք, բայց միք նախանձեք, որ այդ մարդը չունենա։ Նման ձևով դուք փակում եք ձեր հաջողության ճանապարհը, նման ձևով դուք լցնում եք ձեր կարմայի բացասական ձև էներգետիկայի տարան եւ դուք ինքներդ ավելի շատ եք գնում նեգատիվի եւ խնդիրների մեջ։ Ահա ինչ է իրենից ներկայացնում կարման, սիրելիներս, կարման դա ճակատագիրը չէ։ Ճակատագիրը մարդուն գրում է տիեզերքը, գրում է տիեզերական արարիչը։ Կարման մարդը եւ մարդու ազգը ստեղծում է մարդու համար եւ իր ազգի, իր ժառանգորդների համար։ Մարդուն տված է հնարավորություն, որ ինքը կարողանա կարման տանի դեպի դրական էներգետիկա, դրական լիցքեր եւ ինքը մտնի հաջողության էներգետիկայի մեջ։ Մարդը կանգնած է ընտրության առաջ, ինքը եթե ինչ-որ գործողություն է կատարում, պետք է հասկանա, դա բացասական է, թե դրական է, Աստծուն հաճելի է, թե Աստծուն անհաջող է։ Եվ նման ձևով ինքը իր համար կարողանա ստեղծել դրական լավ կարմա։ Այս կանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։